Նկատել եք, երբ մեր կյանքում մի որևէ նոր բան ենք սկսում, բլոգ, բիզնես, որևէ նախագիծ, մեզ ամենամոտ մարդիկ հաճախ ամենաառաջիններից չեն, ովքեր աջակցում են։ Եթե բլոգի օրինակով նայենք, մեզ ամենամոտ կանգնած մարդիկ հաճախ մեզ չեն էլ լայքում, չեն էլ մեկնաբանում։ Իմանալով, որ իրենց աջակցությունը բլոգերի համար դա անգնահատելի է, հիմա գուցե մտածեք, բա ընկերությունը լայքերով են չափում, բայց չէ, ընկերությունը ոչ թե չափում են լայքերով, այլ աջակցությամբ, ուշադրությամբ։ Շատ դեպքերում մեկ սրտիկը, մեկնաբանությունը կամ տարածված ռիլը կարող է փոխանցել մի կարևոր ուղերձ. ես քո կողքին եմ, դու մենակ չես։ Հիմա մի տենդենց կա, որ ասում են ոչ մեկից ոչինչ մի սպասիր, որ չհիասթափվես։ Շատ լավ, բայց եթե ինձ ամենամտերիմ մարդկանցից ես ոչինչ չեմ կարող սպասել, ես կարող եմ տալ եւ ոչինչ չստանալ, ապա ինչու՞մն է կայանում այդ ընկերության իմաստը։ Ոչ թե որովհետեւ կարիք ունես աջակցության, այլ որովհետեւ սպասում ես ուշադրության, ոչ պարտադրված, այլ սրտանց։ Ցավոք հաճախ մեր պրոդուկտը սպառողները, մեզ աջակցողները լրիվ անծանոթ մարդիկ են։ Եվ հաճախ մեր ընկերները, ծանոթները դիմում են այդ նույն պրոդուկտը վաճառող այլ մարդու, բայց երբ իրենց օրինակ այդ պրոդուկտը պետքա լինում անվճար, հիշում են մեր մասին։ Երբ ընկերդ բիզնես ունի ու դու գնում ես ուրիշից, դա ուղղակի գնորդի ընտրություն չէ, դա արժեքների արտահայտություն է։ Եթե ընկեր ունես, ով իր ճանապարհն է կառուցում, մի սպասիր, որ նա հաջողի եւ նոր լինես իր կողքին, աջակցիր հենց սկզբից, որովհետեւ հենց սկզբից կողքին լինելը լավագույն ընկերության ձևն է։